Ճիշտ տարի առաջ էր այս օրերուն Հայաստանի մեջ թեժ թեման իշխանություններ, եկեղեցի, դարագործություններ, ես նուրբ կսեմ։ Դուք ինչպես դիտարկեցիք որպես պատմապան Հայաստան ցերական եղեցին արմադական բարեփոխումներու գարիք։ Եվ հարցը միայն քաղաքական հարց չէ։ Արմադական բարեփոխումներու գարիքը գար նույնիսկ նախքան Կարեկին վեհապարի եւ վարչապետ Փաշինյանի ծնունդ։ նույնիսկ շուշ կասկած չի։ Ինչքանով Մայրաթոր եւ Անտիլիաս այդ մեծ փախումը արդակին ուժերու փախում էր խորքի մեջ եւ այնտեղ հայ եկեղեցին դարձավ դժբախտաբար պիտի ասեմ խաղատաշտը մեկ կողմը CIA, մյուս կողմը KGB բայկարի։ Պետական գարուցեն շնորհիվ գնան եկեղեցի կորզի մեջ խառնվի, այդ մասին շատ կխոսվի։ Այս երկրորդ խնդիրն ալգա, որ եկեղեցին իրավունք ունի գուսակցական բայկարներու մեջ թիրք բռնելու։ Ասկա լուրջ հարց է 39 թվականին գար ժամանակ մի եղած է, որ 4 նմիրաբագյան աթորները թափուր եղած են միաժամանակ։ Նույն ժամանակ։ Առաջինը որ այդ հարցը փագեց եւ թյուրությամբ փագեց Երուսաղեմն էր։ Անկամ որ հոգեվորականները արդոնեն քաղաքական գուսակցություններում մտնել իրենց բայկարներում մեջ վերջավորության գզղճան։ Որովհետեւ մեր բացությունը ցույց կտա որ քաղաքացի իրական ուժերը ավելի ծայրահեղ են, քան հոգեվորականները եւ իրենց համագիր համարվող հոգեվորականներուն գմղեն ավելի ու ավելի արմադական թիրք բռնելու համար։ Բարև ձեզ Արևելքի հարթագով հերթական անգերց զրույց հաղորդումն է, ես Սակո Արյանն եմ, այսօր հյուրս Լիբանանահայ Ձակումով պատմապան Արա Սանջյանն է, բարի եկացեք պարոն Սանջյան, առաջիկա Քարնան պարոն Սանջյան տեղի պիտի ունենա հետաքրական գիտաժողովը ծեր գազագերբությամբ, որուն հիմնական նյութը առանցքը քաղաքական գուսակցությունները եւ եկեղեցին, այս ընդհանուր խորագրին դագ է Պիտի ուզեի գարկմդվյալներով ներկայացնել, թե ինչ ժողովի մասին է խոսքը։ Ուրեմն ժողովի թվական նշանակած ենք 2027 թվականի ապրիլը, մոտավորապես ապրիլ 9-10-11-ի շաբաթավերջը եւ մինչեւ սեպտեմբերի 1 դեկամբին մասնակցության հայտեր կընդունենք։ Ուրեմն խորակիրը անգլերենով Churches, States and Politics, ուրեմն հայկական 3 ավանդական եկեղեցիներու մասին է։ Հայաստանից արաքելական, հայ գաթողիկե եւ հայ ավետարանական եկեղեցիները եւ երկու ուղղություններով վրա միայն։ Այլ եկեղեցին թերը շատ ավելի լայն է, քան ինչ որ մեր գիտաժողովը պիտի գետրոնանա։ Առաջինը որ մենք կուզենք գետրոնանալ, ավելի սահմանադրական իրավական հարցերն են, քանի որ մեր գիտաժողովը Հայաստանի տարածքը պիտի չընկրի այսօրվա տարածքը, այլ ընդհանրապես Հայաստանին դուրս եկեղեցի վիճակը։ Ներառյալ խորհրդային դարիներուն եւ հետ խորհրդային դարերուն խորհրդային այլ հանրապետություններու դարածքը եւս ուրեմն հոն ունենք առաջինը որ իրավական ինչ վիճակներու մեջ է որ հայ եկեղեցիները կշարունակեն գոյատևել ինչպես կհարմարին դեղական իրավական քաղաքական սահմանադրական գարկերուն եւ երկրորդը հայ եկեղեցիները հատկապես հայաստանից արաքելական եկեղեցին քանի որ մեծ կարևոր աշխարհիկ մասնակցություն ունի ինչքանով գնդկրգվի գամա թե ագամա հայ քաղաքականության մեջ ընդհանուր նյութը այս է երկրորդ կարելի է նաև ներկայացնել նյութը ինչպես բեդություններ փորձած են աստեցություն ունենալ կամ իրենց հայագշրին դակբահել կամ օգտագործել հայկական եկեղեցիները միջազգային քաղաքական հարցերու մեջ որ մոտավորապես այս շրջանակներում մեջ է որ պիտի ըլլակի դաժողովը Ներ նպատակն է ընդունել 13-ը մինչև 18 զեկուցում եւ ունենալ այդ գիտաժողովը ապրիլի։ Մեր գետրոնը մի քանի տարի անգամ այսպիսի գիտաժողովներ գնե, ես մոտ 20 տարի այնտեղ եմ, այս 4-րդն է, որ իմ ժամանակս յադ է, մեկը այնքան հետաքրքիր ստեղծեց խորհրդային Հայաստանի 100-ամյակի նարիտով, որ երկրորդ մգրտնեցինք հայերենով Հայաստանի մեջ, միշտերը միշտ հարգե գլխավոր լեզուն անգլերենն է, թե որոշ բարականերու, եթե իսկապես շատ լավ զեկուցում կա եւ հեղինակը չի դրաբերել անգլերենին, որոշակի պայմաններով դա կընդունենք, որ նաեւ ներկայացվի զեկուցումը այլ լեզուներով։ Պարոն Սանջյան, ճիշտ տարի առաջ էր այս օրերուն Հայաստանի մեջ թեժ թեման իշխանություններ, եկեղեցի, դարագործություններ, ես նուրբ կսեմ Դուք ինչպես դիտարկեցիք որպես պատմապան այդ
լարվածությունը որևէ զուգահեռ կդակ այդ իրավիճակին եւ ասենք անցյալի ընթացքին եւ բոլսո մեջ տեղի ունեցած դեպքերուն եւ սպյուրքի մեջ տեղի ունեցած դեպքերուն, որովհետեւ եթե ճիշտ դիտարկենք 10 տարին անգամը մեր եկեղեցու ինչ որ թեմը, ինչ որ աթորը, ինչ որ քաղուտը, ինչ որ դակնապ ապրած է դարբեր ուղղություններով այս բարակային քիչմը դարբեր է, որովհետեւ դեպքերը տեղի ունեցան այստեղ Հայաստանի հողի վրա։ Հայաստանի հողի վրա առաջին անգամը չէ, 4-րդ դարերը սկսյալ եկեղեցականները քաղաքականության մեջ ընդգրկված եղած են բազմաթիվ դեպքեր, երբ որ Հայաստանի մեջ անկախ իշխանություն եղած է, այսինքն հայկական իշխանություն եղած է, կամ գիլիգիո մեջ հայկական իշխանություն եղած է, օրվա աշխարհիկ ղեկավարները, ասենք այդ ժամանակ թագավորները ունեցած են արժեքատումներ օրվա եկեղեցական վերնախավին հետ, այս մեկն ալ երևի այդպես է եւ չմոռնանք որ ամբողջ քրիստոնեական աշխարհի մեջ աշխարհիկ իշխանության եւ եկեղեցական աստվածադուր իշխանության միջև բայկարներու հսկայական բադմություն մգա Եվրոպան լեցուն է այդպես հարցերով մինչեւ որ ի վերջո եկան աշխարհիկ պետության եւ իշխանություններու սահմանազատման սկզբունքին որ հիմա քիչ թե շատ արդեն Եվրոպայի մեջ գայուն վիճակ արած է Հայաստանն իբրեմ նոր անկախ պետություն ատխնդի մեջ են այսօր գանցնի անգախ օրվա թեփկերեն անգախ օրվան վերջի այդ հարցին նաև այդ իրավական գոմը գա երկու իմաստով որ pedagogan գարուցի իշխանով գնան եղեցի կորզի մեջ խառնվի այդ մասին շատ կխոսվի բայց երկրորդ խնդիրն ալ գա որ եկեղեցին իբրև գարույց ինչպես կդեսնի ինքնինքը ժողովրդական համագարքի մեջ եւ մրցակցային քաղաքական պայմաններու մեջ եթե եկեղեցին ունի ասկային ինչ որ դեպով մենաշնոր չէ եկեղեցին իրավունք ունի գուսակցական բայկարներու մեջ թիրք բռնելու ասկալ լուրջ հարց է մանայդ ինչպես կմեկնաբանես գուսակցական բայկարը Հայաստանի մեջ եկեղեցին կբացի քոյութենական բայկար այսինքն միջգուսակցական բայկարի մեկ հատվածին ծևոմը չեր ընդուներ իբրև այսինքն հայ ասկի բնական մեկ միավորը որ որոշ հարցերում մեջ դարբեր գարձիկ ունի եւ այդ խնդիրն է որ նաեւ շատ լուրջ հարց է ովևէ հարցի հանգուցալուծում գբահանչե ինքնակնություն ոչ միայն պետության կողմէ ոչ միայն հստակացում Հայաստանի սահմաններում մեջ Հայաստանից արաքելական եկեղեցու այլ կորձող բոլոր հոգևոր գառույցներու եւ պետության փոխհարաբերություններում մեջ որոնք ընդհանուր քիզերը համատության մեջ կան բայց շատ մանրամասներ անհստակ են դակավին ավելի բան եւ երկրորդի Հայաստանից եկեղեցին ինչպես ինքնին մի դեսնե ժողովրդավարական համագարքի մեջ իր թերին վերաբերյալ մեր եկեղեցին եւս իմ գարձիկովս թերացած է եւ 30 դար ես չեմ լսած եկեղեցիեն փխած ներքին քննարկումներ գուցե քիդաժողովներ գուցե հանրային լսումներ թե ինչպես պիտի ըլլա եկեղեցվո թերը Սասիգա հարգե մեկ երևույթ է եւ մեր քիդաժողովը ագրագոր Հայաստանը պիտի չընդգրկե նմանօրինակ հարցատրումները միշտ եղած են մեր եկեղեցի կամ հատկապես Հայաստանից արաքելական եկեղեցի բادمության մեջ, քանի որ ի սկզբանե աշխարհիկ դարը մասնակցություն ունեցած է եկեղեցի գարավարման մեջ, սկսելով դրտած թակավորեն, որ իշխաններու հավանությամբ է որ գորոշեն Գրիգոր Լուսավորիչը Գեսարիա ուղարկել, չէ՞, ացեվում ընդրության պես փամն է Գրիգոր Լուսավորիչի հարցը եւ անգեհեդո եւ ad գոմգա եւ արուշ դայներուն ընթացքին աշխարհական մասնակցության բնույթը փոխված է որ աշխարհական հասարակարգը փոխված է այսօր այլևս թակավորներ չունենք եկեղեցին ինչքանով փոխված է եւ ինչքանով չէ փոխված ադալ ուրիշ խնդիր է որ նաեւ պետք է նայվի եւ այդ իմաստով քանի որ նաեւ եկեղեցին ինքնին կներկայացնի իբրև ասկային եկեղեցի ուրեմն եկեղեցին վրա հայագշիր ունենալը քաղաքական դարբեր ուժերու համար շատ ցանկալի է որբեսի ունենան նաև եկեղեցվո պետը որ գրկնե իրենց ուզածը եւ ադա նորություն չէ այսինքն հիմա մեր եկեղեցական պատմությունը եթե նայենք ասենք ամենահայոց կաթողիկոսություն 132 կաթողիկոս կհաշվվի գուցե մեծ մասը ընդրված են այդ օրերուն ուր որ եկեղեցական նստավայրներ այնտեղի քաղաքական իշխանության միջամտությամբ ու հավանությամբ ինչ որ գործվեր գոր ըլլալ անցյալ դարի վերջին կոնե 200 դարվա մեջ աննախատեպ էր այն է որ ընդրյալ կաթողիկոսին բարդատրել որ հերանա
գենթատրեմ որ միջին դարուն եղած պետք է լան այդպիսի թեփքեր ուրգաթոյգոսին իր ողջությանը կհազրգած են դարձյալ քաղաքական թրթաբաճար բնականաբար ինչ պատճառ պիտի ըլլա ուրիշ այսինքն նույնիսկ եթե մեղադրանք ուրիշ բան ըլլա այդ մասին ինձ շատ մտահոգիչ էր անգախտ է բահանջողը ով է եւ այն անձը որ մեկը բահանջի որ հերանան ինչ պատճառով կբահանջվի նույնիսկ եթե լավակույն պատճառները ըլլան եւ վադակույն տեխնազուն ըլլա խնդիրը նախաթեփ կստեղծվի եւ անգամ որ նախաթեպը ստեղծվի Աստված գիտե որ հաջորդ անգամները ինչպես այդ հարցը կսկսի օգտագործվել հետագային այլ նպատակներով համար Ինչպես պետք է լուծվեր այս հարցը պարոն Սանջան այլապես որովհետև մենք նաև նկատեցինք որ նախքան այդ բորտկումը վարչապետին կողմէ թեփքեր բադայեցան մեր երկրի մեջ փողոքի ցույցեր եղան ուր եկեղեցին առնվազն գրնար գարձիկ մհայտնել եւ խոսի լսենք գողմերը իրար մոդեցնելու այսպես առաջադրանքով, բայց այդպես չեղավ։ Այսինքն ես շատ լայն երթամ հարցին եւ գարձեմ ադալ քրացի այն ժամանակ։ Հայաստան ցերական եղեցին արմադական բարեփոխումներով գարիք ունի։ Եվ հարցը միայն քաղաքական հարց չէ։ Եվ այդ արմադական բարեփոխումներով գարիքը գար նույնիսկ նախքան Կարեկին վեհապարի եւ վարչապետ Փաշինյանի ծնունդ։ Նույնիսկ շուտ կասկած չի գա։ Այսինքն 40-ական, 20-ական, 30-ական, 40-ական թվականներում հարցեր բարձրացված են, որոնց է մեր գուսագրոնության հարցը, որ մեջ եղավ, որ մինչև օրս մենք դեռ հստակ թիրքորոշում, ունենք հստակ թիրքորոշում, բայց այնքան աչք կփակենք այդ թիրքորոշման խախտման անտեպ, որ արդեն վիճակի վիճակը ստեղծված է։ Այդ իմաստով ես կգարձեմ, որ եկեղեցին ինքը մեծ թեր ունի իր ռեֆորմին համար լայն քննարկում ստեղծել, որը մեկ փոքր մասն է, կարևոր, բայց ընդամենը մեկ մասն է միայն Հայաստանի մեջ իր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության հետ։ Մանավանդ այնպես քաղաքական իշխանություն, եթե գասկած չունի, որ ընդրված է օրինական միջոցներով եւ այլն եւ հաշվի պետք է նստի ադոր քոյության հետ մինչեւ հաջորդ ընդրաշրջանը։ Բայց քանի դարի որ եւ այլն։ Այսինքն այդ իմաստով հարցը շատ լայն է եւ եթե նույնիսկ պատճառը լավ որ Հայաստանի արաքելյանի եղեցին եւ Հայաստանի իշխանությունները կարողանան գտնել կոմպրոմիսը ստեղծվի նոր օրենսդրություն եւ այդ օրենսդրությունը բարեփոխվի եւ երկու կողմերը կողմնան ինչպես որ ժամանակին Նապոլեոնը ռաձե կաթոլիկ դեպի Ֆրանսիայի մեջ կամ Մուսոլինին Իտալիո մեջ եւ այլն այդպիսի կոնկորդամը ադի չի նշանակել որ Հայաստանից արաքելյանի եղեցող խնդիրները վերջացան Հայաստանի եկեղեցու խնդիրները շատ հոգևոր են Հայաստանից արաքելյանի եկեղեցին գառույց մնե որ միայն Հայաստանի մեջ չի գործեր այդ իմաստով հայ արաքելականները որոնք կապին այլ երկրներում մեջ նույնքան արժանավոր զավակներն են ինչքան հայ արաքելականը որ գաբրի Հայաստանի մեջ ուրեմն ամբողջը պետք է հաշվի առնվի եւ չլան արագ ձևով որ օրվա գաբակցությամբ իրիկունը նստիմ սոցիալական ցանցի վրա եւ լուծում առաջարկեմ Եվ արդու գրեմ Չէ, ինչ արդուն սպասել, ամիջապես գրեմ այլ պետք է նախ ցուցակագրի բոլոր խնդիրները եւ բայց եկեղեցին պատրաստ է այս բաները դժբախտաբար ոչ որովհետեւ եկեղեցին չմեղատրեն մեր եկեղեցին հասարակությունն են գփխի չէ մենք սովորություն չունենք այլ եկեղեցիներով ես դուրսեն ներածելու հոգեվորականներ օրինակ համար հայ Իտալիո մեջ կաթոլիկ եկեղեցին այսօր բավարար իդալացի քահանա ու վարդապետ չունի դուրսեն գներած է մենք ադորթեր խորտենք չէ Անկրիո մեջ մենք ունենք արքեպիսկոպոսներ, որոնք Զաքումով մահմեդական եղած են, հետո Թավանափոխ եղած են եւ դարձած են եպիսկոպոսներ։ Հա, եւ այդ մարդիկ գտնվին արժանի գերբով։ Մեգա սովորություն թեր չունի։ Այստեղ միս հարանվանություններու հանդեպ խորտ աչքով գնային։ Այսինքն, ադոր համար գսեմ որ շատ հեշտ է եկեղեցին մեղադրելը, բայց մեր եկեղեցին կփխի մեր ժողովուրդն։ Այսինքն եկեղեցին խնդիրներում մեկ մասը մեր ընդհանուր հասարակության խնդիրներն են հանդեպ այդ հոգևոր մեծ գառույցին։ Մենք չունենք ծնողներ, շատ քիչ, որոնք կքաչայեն զավակները լալ հոգևորականներ։ Եվ այդ կարևոր է։ Եվ եթե մենք թերևս վերցնենք կուսակրոնության հարգատրանքը, գուցե ավելի մարդիկ փորձեն հոգևոր կյանք մտնել։ Եվ այդ իմաստով ես շատ բաց եմ այդ քննարկման, եւ ինչպես որ գիտեմ շատ հայեր բաց են այդ քննարկման,
ավելի լավ է փոխել օրենքը, քան թե չսդել։ Քան թե սդել։ Բարին անգարելի է ձեր հետ խոսիլ եւ չսուզվիլ բադմության ճուրերում մեջ իմ դպավերի հանգիստ իմ դպավ հիմա էլ հանգիստ էիք եւ ասիկ շատ բաներ շատ զուսպ ձևով որոնք պետք է լուրջ ագանչներ ունենան Պարոն Սանջյան իմ մտքիս մեջ հաջող մեծ հարցականներ դված է բոլսո բարական որովհետեւ մի քանի բադրիարքներու հանդեպ եղած են ոդնցկություններ նույնիսկ հատկապես Օրմանյանի բարական ինձի շատ հուզած է գուզեի արագ անդրադարձմնեք եւ Պատրիարք Օրմանյանի բարական եւ Բոլսո աթորին թերը որ հետո ինչպես ցեվափոխվեցավ որովհետեւ մենք գիտենք ինչ պայմաններու դակ Մեհմեդ II սուլտանը ոսկյա աթորմը դվավ հովագին Պատրիարքին եւ զինք նշանակեց Պատրիարք այդպեսով իր մեջ գտնելով հայ համայնքին այսպես դիրանալու փաղատրիչը կամ ես նուրբ բարերով գսեմ եւ նաեւ Աշակյան Պատրիարքի բարական նշեմ որ այս երկու Պատրիարքները հարվածի դակ եղած են երկու ավանդական գուսակցություններու կողմէ Օրմանյան Պատրիարքի բարակային տաշնակցությունը եւ Աշակյան Պատրիարքի բարակային սոցիալ-դեմոկրատ ինչպես կրնանք այս բոլորը գարջ ներկայացնել մեր դիտողներին որ երբ որ քաղաքականությունն եւ եկեղեցին գմտնեն մեջ արդեն մեր եկեղեցի ծննդյան օրը եւ ենթադրաբար քանի որ այդ շրջանին մենք ժամանակից հայկական փնիկ քրագանություն չեն ունեցած ենթադրեմ որ քրմաբեդերը եւ թակավորներն ալ խնդիրներ ունենային բայց անոնց արցանակրողներ չի եղած կամ անոնց արցանակությունները մեզի չեն հասած որ գիտնանք ինչպես իրար միս գրձած ուրեմն բայց հոս երկրորդ կարևոր բանը գա մոդավորապես մենք 7-րդ դարեն սկսյալ քիչ ընդհատումներով երկար ժամանակ մահմեդական իշխանության տակ մնացած քրիստոնյա եկեղեցիները մեկնին միակը չէինք Թունևես Լիբանան ապրելով գիտենք որ լայն շերտ մգա այլ քրիստոնյաներու որոնք նույնպես հայ արաքելական եկեղեցվոպես երկար դարներ ապրած են մահմեդական իշխանության տակ այն երևույթը որ գսեմ որ երբ որ մենք պետություն ունենք եկեղեցի մեր պետության թերը արավ ես քիչ մադուր անտեպ վերաբահեմ Եվ ասի հբարդությամբ կսվի ճմորնա այո որ բահեց մեզ եկեղեցի ես կգարձեմ որ մահմեդական ըմբռնումը բաճական իսլամի չէ բարձ եւ աստված մահմեդական աստվածապանություն եւ մահմեդական իրավական միտքը որ կփխի այդ աստվածապանական սկզբունքներ են իհարկե Ղուրանի մեջ աճապ հստակ չէ այլ հետաքրքիր ֆախիհները կամ աստվածապաններն է որ այդ հարցը ավելի հստակացուցած են հոն հստակ պատկերացում կա թե մահմեդականները ինչպես կվերապերին քրիստոնյա զրատաշտական եւ մովսիսական համայնքներու հանդեպ եւ հոն իրենց իբր գրոնական համայնք բերելով իրենց գրոնաբեդերը պաստոր իրենց բեդերն էին եւ փաստորեն առնենք մահմեդական աշխարհի քանի որ Օսմանյան գասության մասին դի խոսենք ավելի շատ որովհետեւ այդ շրջանն նաեւ ավելի նոր շրջան է ավելի շատ քիրոքրականություն կա այդ շրջանին ասած մենք այնտեղ գրոնական համայնք էինք եւ թերևս դեպիս մինչեւ հիմա բոլոր հետ Օսմանյան պետություններում մեջ Թուրքիայեն մինչեւ Իսրայել ներառյալ բոլոր արաբական երկիրները մենք դրամին գրոնական համայնք ենք բայց փոխվեցանք մենք Եվ 19-րդ դարուն հայերը սկսան իրենց դեսնել իբր մշակութային ասկ։ Այս բառը կուլտուրնասիոնը գերմանական կոնցեպտն է, որ մշակույթի վրա թերը գտնե, որ գտնունի որ նախաքրիստոնեական շրջանն ինչ էր արժանավոր մասն է մեր մշակույթին եւ այլն, եւ սա եւս հայկական ստեղծագործություն չէ, համաշխարհային կամ եվրոպական գործընթացի աստեցությունը հայկանին վրա, եւ մենք մեզի սկսած ենք նայել նոր ցևով, բայց դակավի մնալով այդ գաունատրության մեջ որ ըստ էության իսլամական այս բոլոր երկիրները որ ես հիշեցի Ոևէ մեկը պետության եւ եկեղեցի միջև հստակ դարանչադում ինչպես կա Ֆրանսիայի մեջ կամ Ամերիկայի մեջ չունին այնտեղ պետությունները բազմաթիվ հարցեր դակավին դված են եկեղեցիներուն կամ այլ գրոնական համայնքներուն եւ այդ իմաստով դակավին եկեղեցին ունի որոշակի իշխանություն նույնիսկ հիմա որ ասենք Ամերիկայի մեջ կամ Ֆրանսիայի մեջ կամ Անգլիայի մեջ չունի որ գնաց լրիվ աշխարհիկ ապրիլ առանց ոևէ ցեվով գախյալ ըլլալու եկեղեցի են Այդ երևույթը օրինակ պատճառ դարձած է որ
քանի որ բեդությունը օրինաբես կճանչնա միայն եկեղեցին, Օսմանյան գայսության մեջ կճանչնար առաջին հերթին Կոստանդնուպոլսո պատրիարքը, չէ, քաղաքական դարբեր աստեցիկ ուժեր կարողանան ազդել պատրիարքին վրա։ Եվ իհարկե երկար ժամանակաշրջան Բոլսո Բերնախավը, անոնք որ մենք ամիրաներ կգոչենք, որոնք դարբեր խմբակցություններ արդեն ունեին ներքին մրցակցություններ եւ այլն, իրարու հետ բայկարային ամեն մեկը այսպես կոչված իր մարդը պատրիարք բազմացնելու մեջ։ Այս նույն խնդիրը նույն չափով եղած է Կոստանդնուպոլսո հույն պատրիարքներուն բարակային։ Սա եւս զուտ հայկական երևույթ չէ, եւ այսօր մեջ կմտնեին բազմաթիվ իշխանավորներ, փաշաներ, Օսմանյան գայսրության, գաշարագերություն եւ այլն, այս փաշային բիդի գաշարես որբեսի սուլտանին ինքը համոզե, սուլտանեն հրամանակիր մփերը եւ այլն, երկար ժամանակ ասիկա շարունակվեցավ։ Եվ ասոց բոլոր մանրամասներ այս պատմություններուն Օրմանյանի քրքին մեջ, Ասկաբադովի մեջ կան, բայց ինչ կան, որ գիտեմ դեսական վերլուծության չեն ենթարկված, որ ինչ տեսակ բարականերու փոփոխություն գլար եւ այլն եւ անպայման ուրեմն պետք է մեր բարակային հույներու եւ այլոց հետ նաեւ համեմատվի, քանի որ գաբրեին բոլոր նույն միջավայրին մեջ։ Խնդիրը գդարբերի երբ որ հայկական գուսակցությունները մեջ դակուքան։ Հագարը այսօրվա հայկական գուսակցություն հատկապես այդ երկուքը որ նշվեցավ, հնչագյանները եւ դաշնակցականները շատ աշխարհիկ գազագերբություն են, իրենց հիմնադիրները մեծ հավատք չունեին եւ այդ ժամանակ անհավատ լալը մոդայիկ էր եւ հարաշտիմական լալու նշան էր եւ ավանդական ուժերը թեմ էին, օրինակ անցորը գարտայի որ դաշնակցության ղեկավարներ են մեկը որ Եղեռնիա Զոխկնատ Շահրիգյանը ինչ որ հանդեսի մգերտա եւ այնտեղի ժողովուրդը գբորան գաչեն որ դուրս ելներ տուն հանդեսեն եսելով որ տուն տաշնակցական ես տուն ջագադիտ վրա մյուրոն չունիս ոհատ ոճով այո այսինքն հին սերունդի տաշնակցականները Լևոն Շանտը երբ որ ստեղծեց հայ ջեմարանը Բեյրութի մեջ մինչև իր մահը այդ դպրոցի մեջ գրոնքը դեռ չուներ երբևիցե մենք մեր օրերուն ալ գիտեինք որ ջեմարանի մեջ գրոնքը այդքան ներկայությունը չէ բայց առնվազն երբ որ Սիմոն Վրացյանը եկած է իբրև հաջորդ տնօրեն 50 հայեցո պատմության արարգագարտում տասմտված է եւ ինչքան որ գիտեմ որ քոնե արաբոտները արաբոտ լուսոշարականը երկած են աշակերտին ինչպես մենք կնենք բարեգործակալի դպրոցներուն մեջ այսինքն սա երկու օրինակ դվիսելու համար որ առաջին սերունդի հնչագյաններու եւ առաջին սերունդի տաշնակցականներու համար եկեղեցին երբեք նպատակ չէր բայց ուզեին թե չուզեին եկեղեցին միջոց էր այսինքն սուլտանին հետ խոսելու միջոց էր սուլտանին վրա աստելու միջոց էր եւ այլն եւ աշկյան պատրիարքին պատմությունը երբ որ Քումքափուի ցույցի ժամանակ գերտան պաստորենցին գարևանքեն բադարակի ժամանակ զինք կնստեցնեն գարքի մեջ այսօրվա իմաստով տաքսի մեջ եւ բարդատրապար գդանին որ խնդրակիրը ներկայացնե սուլտանին ավելի ուշ եթե մահապորց մգլա գվրիբի եւ իհարկե բادرը գփրգվի ինչ է բաժարը նորեն որ գուսակցականները կգարձեին որ իրենց հապուական կորձունեության հագարագեր բادرիարքարան եւ բادرիարքարանը կմեղացրեին որ իբրև սուլտանամեդ լալու մեջ նույն իհարկե անգե մոդավորաբես 10-15 տարի հետո բադայի այս անգամ տաշնակցականներն է որ մահապորցի կենթարգեն բادرիակ Օրմանյանը սուլտան Աբդուլհամիդի դարիներուն դե վերջին շրջանին եւ ես գիտեմ ցանոթներ ասելով որ այդ ոչրակորձը որ հետո փանդեն գարցակվի հապոտերն հետո բանով իր վերջին դարները աբրացե բուրչամուդի մեջ բادرիարքին սպանել փորձո երիտասարդը իր վերջին դարերում բուրչամուդի մեջ աբրած եւ այլն անցմն է որ մարդիկ գիտեն այսինքն այդ երևույթը գար եւ բادرիարքարանը այդպես էլ խաղալիք չէր քաղաքական գուսակցություններում ցերկը եւ միշտ կփորձեր իր որոշակի թերը բահբանել օրինակ եթե մենք գարտանք Օսմանյան գայսրության մեջ որ ընդրություններ եղան 1908-ին հետո բادرիարքարանը իր դիրքորոշում ուներ գուսակցությունները որ արդեն օրինական դարձած էին սահմանադրական վիճակին մեջ իրենց դիրքորոշումներն եւ ամեն ինչը համախոհ չէր երթար ցարական Ռուսաստանը բարդատրեց այսպես կոչված իր գաղութատիրությունը կամ Փալաժենյան ռուսերեն այդ բառը որ հստակ
օրենքներ գտնել Ներկիցած Բոլոժենյանը ռուսերենցով այլ ուրեմն որոնց մեջ օրինակ ամենակարևոր բանն այն էր որ Գաթոյգոս ընտրելու ժամանակ տուն երկու անուն պիտի ներկայացնես սուլտանին դերոտուն ցարին ավելի շատ քվե ստացած առաջինը եւ երկրորդ ամենաշատ քվե ստացածը որ մեծ ցարը պիտի ընտրե Գաթոյգոսը բոլոր բարակերոն բացի մեկը միշտ ընտրեց առաջինը բայց ի վերջո այդ իրավասությունը ուներ այսինքն սա եւ մեկ այլ բան է այս բարակերոն որ եկեցու գալվածները գրավվեցան ցարական գայսության 2003-ին այս բարակային եկեղեցին շատ պետք ունեցավ տաշնակցության պես գազագերբությանը որ փողոցային բայկար գազագերբե եւ այլն եւ երևի այդ դեր ժամանակաշրջանում տաշնակցությունը ինքնին բարդացրեց արևելայի իրականության մեջ իբրև ամենաաստեցիկ գազագերբությունը իր ստեղծվել են շատ 10-12 տարի հետո միայն այսինքն այդ քաղաքականությունը միշտ եղած է անկախության դարիներուն ամենալուրջ խնդիրը եկեղեցու գալվածներու քրավման խնդիրն էր որովհետև այս եկեղեցու գալվածները քրավելը ռուսական հեղափոխության նպատակները մեկն էր եւ ռուսական բազմաթիվ քաղաքական հոսանքներ ադոր գոմնագից էին ներառյալ հայապոական տաշնակցությունը որոնց ծրագիրը գրեթե նույնն էր ինչպես ռուսական մեկ այլ գուսակցություն սոցիալիստ հեղափոխականների գուսակցությունը նույնիսկ հայ ժողովրդականները գսեին որ մենք թեմ չենք բայց թանտար պետք է ըլլա եկեղեցին գլխավոր արարգություն անել որ ես այդ ամբողջ գալվածներուն պետք ունիմ որոնց եկամուտները պետք են այդ դայրերուն արդեն այդ դասերում ստեղծված դպրոցական համագարկը պահպանելու համար ծխական դպրոցներում իսկ հագարակ տեսակետը որ գուքար ռուսական հեղափոխական կառավարություններն անտրգով գասի մեջ սեյմի կառավարություններն սեյմի դարփաղատրում են հետո Վրաստանի եւ Հայաստանի կառավարություններն Ադրբեջան չեմ խոսի որ այնտեղ քրիստոնեական եղեցի հարցը չի գար այն է որ բեդությունը արդեն իր վրա պիտի առնե ուրեմն աշխարհիկ համասկային համապետական գրթական համագարկ ստեղծելու հարցը այդ ծախսայլևս եղեցին բեդի չունենա ուրեմն գալվածերուն այդ պետք չունի եւ սկզբունքորեն գար այդ որոշումը քոնե ժամանակավոր գալվածները եղեցին արքրաբել եւ գաբալով քյուղացերուն դարու խնդիրը սկսած էր 1920-ին անշուշտ նպատակը այն էր որ միայն խաղաղության հաստատվել են հետո այսինքն խոսքս միջազգային խաղաղության հաստատվել են սևրի վավերացում են հետո եւ որ պիտի ըլլար հողերու դարապաշտի որ հստակ հայտնայլա որ Հայաստանը ինչքան դարածք ունի բայց մինչ այդ որտեղ վիճակը բավականին ծանր էր 1920-ին մայիսյան աբստամբությունը սենկամ բոլշևիկյան ըմփոստութենեն հետո շատ արագ Հայաստանի կառավարությունը որոշում արավ արագացնելու հողային ռեֆորմը որոնք մեկ մասը ուղղված է եկեղեցի գալվածներուն դեմ միայն այն էր որ որոշ քյուղեր որոնք ադրբեջանցիները կամ մահմեդականները բնակեցված էին եւ մարտիկացած էին կամ մեծ գալվածները հողերը արժամանակ արքրավել եւ գաբալով դալ քյուղական համայնքներուն մինչեւ որ ճշտվի հարցը ես այդ մասին իմ մագիստրոսական կամ դիպլոմային աշխատանքս էր Երևանի մեջ 91-ին եւ ամենավերջին փաստաթուղթը որ հողային հարցի հետ կապված ախրի մեջ ես բադայեցա հոկտեմբերի գեսերուն գրված է 20 թվականի այսինքն արշավանքեն մոտ 3 շաբաթ հետո ուր Գաթոյգոսեն նամակ մնե այդ օրերու վարչապետ Օհանջանյանին ուր ցեվով մը փոքե դե ինչու որոշ քյուղերու մեջ եղեցական գալվածը քացած էր հանձնաժողովը ժամանակավորապես արքրաված էր եւ գաբալով պիտի դար եւ այլն այդ խնդիրը այն ժամանակ ալ ունեցան արդեն խորհրդային միությունը որ եկա այսօր մասնագետ մասին չի խոսենք երկու հանգրվանի կբաժնվի խորհրդային իշխանություններու վերաբերյալ եկեղեցիներուն ներառյալ հայ արաքելական եկեղեցու հանդեպ առաջինը ամբողջությամբ քանթել չնչել վերացնել բոլոր դեսայի կրոնական սկացումները երկրի մեջ մինչև 1938 թվականը ստալինյան այդ մակարդակում հետո 40-ին մոտավորապես համաշխարհային պատերազմը սկսած էր, բայց խորհրդային միությունն վրա գերմանական հարձակումը չէր եղած։ Սկսիլ գամած գագրիլ որոշակի տիպով եկեղեցիներու 6-7 հատ, որոնց մեկ հայ արաքելականներ, եւ ուրիշ վերապերմունք այսին ավելի ուրիշ վերապերմունք այնտեղ գար վրացականը, այնտեղ գար ռուսականը, այնտեղ գար հայկանը, այնտեղ գար նաեւ այլ ավետարանական եկեղեցիներ Բալթյան հանրապետություններում մեջ, որոնք ունեին որոշակի առավելություններ, որոնք հայ կաթողիկները երբեք չունեցան, որովհետև այդ շրջային ամբողջությամբ ներթափանցել եկեղեցին, ղեկավարել եկեղեցին եւ եկեղեցին վերածել մեկ հավելյալ այսպես կոչված հասարակական գազագերբության, որ գոքնե համայնավար իշխանության իր քաղաքական նպատակները իրագործելու համար։ Եվ պաստորեն մինչև խորհրդային միության անգումը
այդպես էլ շարունակվեցավ, քեթե այլընտրանքալ չուներ։ Եկեղեցին բացի ներքին բաներով փորձել համոզել, խոսիլ, բանանել, երբ շատ առաջ երթալ եւ թաթիկին զարնեին գանկնիլ չշարունակել, երբեմն մանր բաներով հաջողիլ, այդ ծևով էր քաղաքականությունը։ Սպիրկի բարական անշուշտ որ դեպիկանք շատ ավելի փուրն բայկարներ էր, որ դարձավ նաև միջհայկան բայկար։ Երբ Երևանի մեջ կամ Հայաստանի մեջ բայկարը իշխանություններու ենթադրելով որ քաղաքնի ծառայությունները չեկային մինչև KGB այդ իշխանության կարևոր մեկ թևն էին, այնտեղ հասարակության բայկար շատ մեծ չգար։ Եթե գար թիմատրություն հասարակության գոմե եղած ոթեմ եղած բայկարին ավելի շատ գրավորական բայկար էր, քան թե ակտիվ օրինակ երբեք չունեցանք փողոց իջնել եւ ցույցեր անել, ինչպես որ երեքին հրազեին հայերը չգտնվեցավ այդ բադգերը շատեր ասեցագը նոր քիրքը գարիտ չունեցա գարտորով Ֆելիքս Կորլի իր երկուսկա 1500 նոց երկհազարյա Անգլիա դպեցավ բայց Անգլիա առաջին հոդվածում հսարցը կպատասխանե իր գարձիկը այն է որ եթե 1903-ին դպրոցները փակելը հայկական ասկային ինքնության մեծ վտանգ էր Ստալինի ժամանակ եկեղեցին քանթելը ասկային ինքնության վտանգ չէր, որովհետև արդեն պետությունը ստեղծած էր ասկայինի իր ըմբռնումը եւ երբ որ եկեղեցիներ կփակվեին ասկային լեզվով գրթություն, ասկային լեզվով թատրոն, ասկային լեզվով սինեմա եւ այլն, չէ, անոնց փոփանտագությունն է որ կոնտրոլ կլար, բայց ի վերջո լեզվին զարգացումը, լեզվի օգտագործումը խորհրդային իշխանությունները ոչ միայն չէին խափանել, այլ այդ միջոցներով նաեւ կզարգացնեին, այլ որ քրական հայերենին ավելի մարդ դիրաբեդ է Հայաստանի դարածին։ Այստեղ միջանկյալ հարց մտամ, նախքան անցնելու Սպյուրք, որովհետեւ այնտեղ մեծ ջաշմը կսպասեմ էզի գիտեք Բանսան ջան դուք այդ գարձիկին եք որ դարբեր ժամանակներու դարբեր միջոցներով եւ դարբեր գրոնավորներու միջոցով խորհրդային միությունը առաջ տարած է նաեւ իր քաղաքական թեզերը ինչքանով հայ եկեղեցին գրնանք այդ մեծ տիվով այսինքն ուղղակի եղած է հավաքակրում եպիսկոպոսներու կասկած չի գա Ավելի շատ ավելի ցած դարիքի գլար հավաքակրում։ Վարդապետ Լալեն իվեր գեհդեվեին Քևորքի, ասեն հոգևոր ջեմարա մտնել են ամիջապես հետ։ Նախ ամենաառաջի գասկազները միշտ եղած դրան մասին պիտի խոսի որ Սպիրկի մեջ, բայց 1930 թվականին գարձեմ գնամ թվական չէ, Գեորգի Ագապեգով անունով Ձակումով հայ չեկիստը որ արդասահմաներ ինչ պատճառներով դուրս եկավ եւ քիրք մկրեց Ուր նաև հանդեղ մի քանի հայ հոգևորականներ ալ գրել որ ասոնք այս ամբողջը չեկայի գամած ժամանակ OGP-ի էր գարձեմ անունը փոխված էր Բաշտոնյաններ են կամ իրենց համար աշխատին անշանոք գեհերքեն բայց նոր շրջանին մենք նույնիսկ հուշակություններ ունենք խորհրդային միության անգումեն հետո որ մարդիկ որ ինչպես իրենց եկեղեցին փորձած է հավաքակրել անոնց մեկը Արսեն arczepiskopos Բերբերյանն իր հուշերում է Ֆելիքս Կորլի մանրամասն Ադիգան փոփե մանրամասն գբատմե Վասկեն վեհապարը ինչպես իրեն գործեն ճնշել Վասկեն վեհապարին թիրքի ինչ կլայ վերջարտյան Վասկեն վեհապարը կսկն այոս է եւ այլն Միտրոխինը այդ նշանավոր սովետ KGB-ի արխիվի պատասխանատուն երբ որ իր ամբողջ արխիվը նվիրեց անգլիացիներուն այնտեղ կան հստակ անուններ անոնց մեկը մինչեւ հիմա ողջ է որ անունը այնտեղ է ով է Ոսկան arczepiskopos Kalpakyan, հա նախ Հունաստանի առաջնորդ այո հետո Սուրիա Սուրիա հետո Հունաստան հա Սուրիա երկրորդը քնել arczepiskopos Ջերեջյան ասում նշանավոր Դամասկոսի թեմի առաջ ասոց մասին այո գասկած պետք չէ ունենանք ինչ առաջ տարած են անիրաշալավի դարբեր խնդիր է ինչպես դարբեր հավաքակրելը բամն է եւ հետո բարդականություն դալ ուրիշ բան է Դրանց եւ գարձումը շատերուն հավաքակրեին Քոնե մեկ arczepiskopos կար որ ժամ ընդունած է որ իրեն հավաքակրած են բայց հետո իսկ փամաչի բանջեցին գրնադա ճիշտ լա այդպես ալ գրնալ որտեղ մենք չենք գիտեր նպատակները ինչպես են եւ այլն են Միտրոխինի ցուցակը նաեւ զգուշ պետք է լանք որտեղ այնտեղ եղած ամեն անունները անպայման հանրություններ գդարածներ չեն այնտեղ գային այսպես վստահելի անձնավորություններ Այսի մարդիկ որոնց KGB-ն ընդուներ որ իրենք թշնամի չեն խորհրդային միության եւ իրենց մեկ գարձիկ կխնդրեր
Հիմա ասիգա շատ ավելի բան է խորուրդ առնելու պես բան այսպես փարոյական այժմ ավելի պետք է անցնական գարձիկի երբ որ սոցիալական ցանցեր չգային որ մարդուն Facebook-ի կամ Twitter-ի հետ ճանչնալու իր մոդեցում ճանչնալ ադորամար սկուշ նաև պետք է ըլլանք բայց որ բոլոր իշխանությունները ներառյալ խորհրդային միությունը եկեղեցականներուն օգտագործած են քաղաքական նպատակներու համար գասկա չի եւ այնպես է միան խորհրդային միությունը չէ ուրիշ պետություններ եւս դարբեր ծևերով գաբեր հաստատած են հոգեվորականներու հետ ներառյալ հայ հոգեվորականներու հետ եւ անխուսափելի է եւ դարձել որ հիմա պիտի շարունակվի եւ հիմա կշարունակվի աշխարհի դարածքին դարբեր հիմա հիմնվելով ծեր վերջին խոսքին վրա եւ անցնելով սպիրկը ինչքանով մայրաթոր եւ անտիլիաս այդ մեծ փախումը արդակին ուժերու փախում էր խորքի մեջ եւ այնտեղ այսինքն հիմքը այդ դարագարձության եւ որ վերածվեցավ վեճի դարբեր գործողություններու որոնց մասին գրնակ պատմել ինչքանով թելաթրված այսինքն հայ եկեղեցին դարձավ դժբախտաբար պիտի ասեմ խաղատաշտը մեկ կողմը CIA մյուս կողմը KGB բայկարին ինչքանով ճիշտ է այդպես դարակրելը Վահոս Անջան բայկարին հիմքը միջազգային ռադիոյի ասկային էր երբ որ 1920-23-ին նոր իրավիճակը գազմավորվեցավ երբ որ Լոզանեն հետո դարձավ որ քոնե մոդիկ աբակային արմադական փոփոխություններ չի կան չէ ուրեմն նոր ստեղծվող սպիրկի մեջ ասխնդիրը կար որ ինչպես պիտի նայենք այդ Հայաստանի մեջ գտնվող գիսանգա խորհրդային իշխանության վրա որ ուներ որոշակի մշակութային ազատություններ, չէ, եւ որոշ չափով այնտեղ հայկական աբահով ցանկ, կոնե արդակին ճշնամի են աբահով, չէ, որոշ տնտեսական բարելավում եւ ինչ որ նաեւ մշակութային ցանկի խթանում կար։ Բավարար թե բավարար չէր այդ վեճով սպիրկայությունը արդեն գրնա մսել մինչեւ 1924-25 բաժանումը ստակ եղած էր։ Խորհրդային միության հանդեպ շատ վերաբահեր դաշնակցությունը, իբրև նաև խորհրդայիններուն իշխանությունը գործուցած գուսակցություն եւ անոր հագարակ բազմաթիվ ուժեր, դարափնույթ ուժեր, չէ, երկու պատճառով երևի առաջինը դաշնակցության ուժին հանդեպ հագաշիրը ստեղծելու համար համախոհական ճամբարը ստեղծել, կարողանալու համար թիմատրել դաշնակցության ուժին, որ գործեր խոսել ամբողջ սպիրկի այրնով եւ երկրորդը քանի որ այդպես հագաթրված իրենք չէին խորհրդային իշխանության եւ պատրաստ էին լեզու գտնել առնենք ժողովրդական գուսակցությունը որ Հայաստանի մեջ երկրորդ կարևորագույն գուսակցությունն էր 18-20 թվականներուն հագարակ որ իրենց քրություններում մեջ նվազ հագա խորհրդային չէին այդ 18-20 թվականներուն շատ արագ համագերբեցան նոր վիճակին եւ անբիսի անցմ ինչպես Միքայել Բաբաջանյանն էր, որ եղած էր ցարական խորհրդարանի անդամ եւ բادرազմեն հետո կամ 20 թվականին ինքն գտած էր Փարիզ, մի քանի արիտներով նույնիսկ Հայաստան քնած եւ եկավ արդասավեն օժանդակություն բահելու համար։ Ժողովրդական գուսակցության ղեկավարներն մեծ շատերը ողջ մնացին եւ անոնց նույնիսկ մարդիկ Էջմիածի քերակույն հոգեվոր խորհրդի անդամ էին եւ մինչեւ 40-ական թվականներու ընդրություններուն, բարերուն ուղղակի Թիֆլիսեն գուքային իբրև վրացայի բադվիրակ եւ այլն։ Այս ուրեմն սպիրկի մեջ այս խնդիրը գար եւ այս խնդիրը սկիզբեն եղավ որ եկեղեցին պետք է դիրքորոշում բռներ։ Մա եկեղեցի բարակային մենք այնտեղ ունեինք մի քանի գառույցներ։ Թեմերեն շատերը ամիջապես ենթակա էին Էջմիածին։ Ասենք Հյուսային Ամերիկայի թեմը ամենեն կարևորը որտեղ մեծ վեճերը առաջին հերթին այնտեղ եղան կամ Ֆրանսան կամ եւ այլն այնտեղ ընդհանրապես հոգեվոր իշխանավորները arczepiskoposները եպիսկոպոսները թեմագարաշնորհները շարունակեցին բավարար իրենց գաբը Էջմիածնի հետ եւ 20-ական թվականներում բազմաթիվ հոգեվորականներ քացած էր Էջմիածին եպիսկոպոսական ցերնացություն ստանալու համար ադիգա գարելի էր երկրորդը գար Բոլսո պատրիարքությունը որոնց թերը շատ նեղացած էր եւ հանրապետական իշխանությունը Մուստաֆա Քեմալի եւ իր հաջորդներուն գործեր այնպես են որ դուք միան Թուրքիո հայերուն համարեք եւ պետք է ցեր գաբերը նվազագույնը պետք է ըլլան այլ հայ եկեղեցական գառույցներու հետ Երուսաղեմը մնաց հավատարիմ Էջմիածնին եւ ցևով Էջմիածնի առաջին գայաններ
Սպիրկի հետ հաղորդակցելու դեպի բացվելու համար հերակիրները գերտային Երուսաղեմ եւ Երուսաղեմն է որ կփաժներ հերակրերը օրինակ քանի մանկա որ հերակիրը շատ կարեւոր եղած է Բադրիարքը հերակիրը արած ինքնաշարժ մնստելով մինչև եկած է Անտիլիաս անցամ այո ըստելով որ հավանաբար այդ հերակրողի ավելի ուշ կհասնի ես անցամ դան այո այսին ադերգա խոսք ուկար Գիլիո Կաթողիկոսության խնդիրը նախ Գիլիո Կաթողիկոսության երկու խնդիր ունեցավ սկիզբը քոյադաբուն շարունակել կամ ոչ եւ մարդիկ բաժնված էին ասին երկու գարձիկներ մեկ մասը կար ոչ չէ չենք տո երթա վերջանա ինչ որ կանցասարի կամ ախտամարի Կաթողիկոսները ժամանակի ընթացքին վերացան քաղաքական պատճառներով Օրինակ Քարլոս Գյուլբենյանը ատկո եղած է որ թեմ եղած է որ Անտիլիասի մնա դե Անտիլիաս չէր դե Գիլիո Կաթողիկոսն էր խոսքը ամբողջ ցանկին մեջ ագարակ իր հայրը քահանա էր Գիլիո Կաթողիկոսն բան դիրան arczepiskopos Ներսոյան որ բեթ չէ as Կաթողիկոսությունը բահեր բայց ի վերջո ֆրանսիացիները ջանցան Սա կաթողիկոսի իշխանությունը Լիբանան եւ Սուրիա աբաստանած գիլիգեցիներու վրա եւ անգե հետո սա գուզեր շարունակել եւ բավականին երկար փանակցությունները հետո ի վերջո 1929-ին եթե չեմ սխալիր այդ համացայնությունը եղավ որով Սագին սերկ այդ ժամանակային միան Հալեբի եւ Անտիոքի թեմերը, որոնք ժամանակին Գիլիգիո Կաթողիկոսյան մաս էին, անոնց վրա ավելցվեցան Դամասկոսը, Լաթակյան եւ Լիբանանը, որոնք Երուսաղեմի կպատկանեին, բայց Էջմիածնի համացայնությամբ դերևս նաեւ հորթորով Երուսաղեմը զիջեցավ զանող, այստեղ սահմանակիցը ինչ է պատճառը հոգադար բեդությունը ֆրանսիականն է, թե անգլիականն է Միակ դարբերությունը Գիբրոսն է, որոնք որոշ ժամանակի արդեն սկսած էր ենթարկվել Գիլիգիո եւ շարունակվեցավ, բայց Գիլիգիան Գիբրոսը միշտ այնքան փոքր թեմ եղած է, որ եւ աստեցիկ չէր եւ այլն ընդրությունալ չլար Կաթողիկոսական փոխանորդ ինչեւ հիմա այդպես է եւ այլն ուրեմն բայց հիմնական կարևորը բնականաբար Բեյրութը եւ Դամասկոսն էին, որոնք արդեն մեծած էին գշիր ունեին 30-ական այստեղ դակավին փաստերը բավական չեն, որով արխիվային նյութը հստակ բաց չէ, բայց 30-ական թվականներու սկիզբը եւ 30-ականներուն սպիրկի մեջ վեճ մտահոգություն եղած է, որ ոչ տաշնակցականներու մոտ, որ տաշնակցությունը գուզե հագաթոր կաթողիկոսությունն ստեղծել։ Հագաթոր կաթողիկոսությունը երկու ցևով կար, կամ Անտիլիասը, որ ի վերջո 30 թվականին Անտիլիաս եկավ սա կաթողիկոսը նախապես շրջանը Հալեբ մնաց հետո երևի ֆրանսիական հորթորով եկավ եւ ընդրեց Լիբանանը բավական դժվար եղավ իրենց համոզելը որ այդ Անտիլիասի գալվածը որ նախապես որբանոց մներ անիգա վերածվի կաթողիկոսության ասող որոշակի ժամանակ ունեցած խնդիրներ էին կամ զիրենք համոզելներ որ ավելի անգախ լան Էջմիածնեն արդեն անգախ էին օրենքով բայց նաև քաղաքապարախոսությամբ ավելի անգախելային կամ երկրորդը Երուսաղեմը բարձրացնել եւ վերածել սպիրկի մեջ գլխավոր եկեղեցական կենտրոնի եւ այսօր պատճառները կային որտեղ երկու անգամ եկեղեցական կաթողիկոսական աթոռը Էջմիածնի մեջ թափուր մնաց 1030-ին երբ որ Քևոր 5-րդը վախճանեցավ Դարիքի Պերոմով եւ երկրորդը 38-ին երբ որ խորեն կաթողիկոսի մահվան լուրը հասավ սպիրկ անարգիդենք որ հավանաբար ինչ որտեղ բռնության զոհ եղած է թեև նորեն 100% առայժմ դեռ փաստացի բայց շատ հավանական է այդ ենթադրությունը եւ ուրեմն երկու բարակային հստակ չէր որ խորհրդային իշխանությունը երբ նոր ընտրություն մի արդոնեն եւ այդ ժամանակին այս հարցերը դակտել իդեպ 39 թվականին գար ժամանակ մի եղած է ուր 4 նմիրաբագյան աթոռները թափուր եղած են միաժամանակ նույն ժամանակ առաջինը որ այդ հարցը փագեց եւ թյուրությամբ փագեց Երուսաղեմն էր բայց բան դարիներ դեպեց որ նոր ընտրությունը լա բոլսո մեջ Անտիլիաս ավելի շուտ եղավ եւ 45-ին երբ որ պատերազմը վերջացավ եղավ նաեւ բանի մեջ Էջմիածնի մեջ ուրեմն այդ ժամանակներուն այս հարցերը ցակած են գսեն թե այս հարցը առաջ մղողը Արշակ Ջամալյանն է եկած է եւ Քուշագյան սկիզբ arczepiskopos հետո բազիարքին հետ
զրույցներ ունեցած է, փաստ չունենք, բայց իբրև փաստ գդրվի ասեգոսեներ, եւ երկրորդը Քուշագյանի գոմե քրված հոդվածներ, որ գսկսի ասել թե Կաթողիկոսի չլալը չի նշանակել աթորի չլալ եւ այլն, այսպիսի խոսակցություն կա։ Երկրորդ, երբ որ Փափկեն Կաթողիկոսը աթորագից կցերնաթրվի Հալեբի մեջ, իր կաթողիկոսական երթումը դալու ժամանակ շատ հետաքրական է տեքստեն ավելյալ դողմնալ ինքը գավելցնե ինքնափուխ, որ իր մե առաջ սա կաթողիկոսը չեր ասած, իր մե հետո ովևէ կաթողիկոս նույնպես չէ ասած, ուր որոշակի այսպես հանցնարություն կստանձնե Անտիլիաս Էջմիածնի հետ ներողություն լավ հարաբերություններ մշակելու համար։ Սա շատեր գսեմ որ ասիգա բայց խուլ հագատրություններ եղած հարցերում։ Բուն հարցը ավելի շուտ 41-ի ընտրություններուն դեղի կունենա, գեհդացկվի եւ անշուշտ լուրջ կերպով կբայթի 1952 թվականին։ Երևի ադոնց մասին առանցին խոսենք, եթե հարմար գտնենք։ Խոսենք հագիրճ, բայց այո 41-ը այն էր որ Տաշնակցությունը գնահանդեր Քարեկին arczepiskopos Խաչատուրյանի տեխնացությունը եւ Քարեկին arczepiskopos Խաչատուրյանը գմեղաթրվեր հագախորհրդային լալու մեջ եւ այդ ժամանակ Էջմիածինը անպայմանորեն ուզեց բادرագություն մղրգել եւ եկավ բادرագություն 41 թվականին աշխարհը բادرազմի մեջ է արդեն խորհրդային միությունն ալ բادرազմի մեջ եւ այդ բادرագությունը հասկացուց որ իրենց համար ընդունելի տեխնազու չէ Քարեկին arczepiskopos-ը դեղական թշկոտություն արդեն կար նաեւ հնչագյաններեն ռամգավարներեն եւ այլ այո եւ հարցը շատ լուրջ չէր միապանությունը որոշեց ընդառաջ երթալ ընտրությունը հետաձգել Միջարոց Քարեկին եպիսկոպոսը որ հետո բادرիարք եղավ բոլցո մեջ ուրեմն եւ ընտրությունները հետաձգվեցավ Հետաքրական է որ միապանության միակ անդամը որ թեմ եղած է այս որոշումին Զարեհ Վարդապետ Փայասլյանն էր որ 10 տարիներով ինքը վիթարնար գլխավոր տեխնացուն եւ դաշնակցության գլխավոր տեխնացուն ու 41-ին աթորը թափուր եղավ այդքա բաճար եղավ որ Լիբանանի մեջ թեմական մարմինները անդամալուծվին հրաժարականներ եւ այլն եւ որոշ ժամանակ պետք եղավ որբեսի վերա թեմը գազմավորվի 1943-ին արդեն Ստալինգրադի ճակատամարտը վերջացած էր ռամգավարները առաջարկեցին Քարեկին Հովսեփյանցի տեխնացությունը Քարեկին Հովսեփյանցը տաշնակցության համար ընդունելի էր մի քանի պատճառներով նախ պատմական որ 18 թվականի Սադարաբադի ճակատամարտի մասնակից եղած էր 20 թվականին քերի բռնված էր Գարսի մեջ լալով եւ մանավանդ երբ որ ինքը եկած էր իբրև կաթողիկոսական բادرակ եւ հետո ընդրվեցավ Ամերիկայի առաջնորդ թեև Ամերիկայի թեմը բաժնված էր թեև արդեն Թուրքիան arczepiskopos-ի սպանությունը եղած էր ինքը փորձեց միջանկյա լեզու գտնել եւ աշխարհական թեմն է որ մերժեց իր առաջարկած լուծումը տաշնակցություն այդ իմաստով զինք կնախնդրեին իրենց աշխարհիկ հագարագործներեն Եվ զինք ընդրեցին, հագարակ որ գրնային քվեներով մեծամասնությունն էին եւ գրնային նորեն Քարեկին arczepiskopos Խաչատուրյանը ընդրել։ Բայց Քարեկին arczepiskopos Խաչատուրյանը 1945-ին Հայաստան այցելով այսպես որ ճամփարափոխ կլա։ Եվ գվերադառնա թրագան գարձիկով խորթային Հայաստանի հանդեպ, որ հետո այլևս գտատրի հետաքրական լալ տաշնակցության համար իբրև լավ եւ այդ պիսովալ գերտա թեպի բոլիս հագարակ որ բոլիս շատ սիրված բادرիարք։ Այո, եւ Շատ մեծ ընդունելության գարժանանա ասինձի բոլսո մեջ պատված հաջողակ բادرիարք որովհետև ինքը կստեղծե իբրև թե թբրևանք սուրբ խաչ թբրևանքը որ թբրևանք չէր որ ինքը թբրոց էր այո բայց նոր էջ մը կփանա այդ մտավորականներու սերունդ բոլիսը մեծ գործ 30-40 դա այնց ուսերուն վրա դարին ոնց մի քանին դակավի մինչև օրս գան եւ թերակտիվ են շմորնան այդ մեծ գործը իր այդ բادرիարքին ինչ որ կարելի էր անել բոլսո մեջ այդ դարիներուն ինքը 1955-ին պատրաստ էր անգամ եւս իբրև տեխնազուկալ բայց եւս տաշնակցությունը իրեն համար հետաքրական չէր որովհետեւ ուներ ավելի լավ երդասար տեխնազու երբ որ 1941-ին չուներ այդպիսի տեխնազու ուրեմն 52-ին այդ հարցը այնքանով գդարբերի որ շատ ավելի միջազգային գտարնա որովհետև բաղբադրազմի դարիներն են որովհետև այդ դարիներուն տաշնակցությունը արդեն ուժեղ կհամագործակցեր
գետրոնական հետախուզական վարչության հետ Թրոյի հետ կապված, որովհետև խորհրդային միությունը սկսած էր փոխել իր քաղաքականությունը եւ սկսած էր այսպես կոչված երրորդ աշխարհի աբակաղութացվող բեդություններում մեջ տաշնագիցներ փնտրել եւ խորհրդայնասեր հայդարին հետ հնչագի անոնց քաչալերելը ավելի կարեւոր դարձած էր քան թե նախաբեսել այդ ամբողջը օգնեց որ շատ սուրը լա Անտիլիասի դակնաբը եւ ի վերջո երբ որ ընդրությունը եղավ հայկական համայնքի կարևոր մեկ մասը մերժեց ընդունել ընդրության արդյունքը եւ շատ դժվար եղավ դաշնակցության համար նաեւ եպիսկոպոսներ գտնել ընդրյալ գաթողիկոսը օծելու համար հարցը հոն հասավ որ չգարանով գտնել երրորդ եպիսկոպոսը այլ քույր համայնքի ստիպվեցան ասորի եկեղեցվո եպիսկոպոսը բերել եւ ադով ասորի թե ղբդի չէ ասորի եւ ադոր համար հագարագործները զարե գաթողիկոսին գոչին ասորիաոց գամ նույնիսկ զեին բրկիշոյը ուրեմն 4-րդ տարուն Սասանյան թագավորին գոմե Սահակ Բարթև Գաթողիկոսին դե Հայաստան ուղարկված հոգևորական մներ որ դառնար եկեղեցվո բեդ եւ այլն Գորքի մեջ ցեզի արագ հարցումը Զարե Գաթողիկոսը այս մեծ բայկարի մեջ զոհն է այս բայկարին Զարե Գաթողիկոս ասես եկե չեմ ջանցած բայց երկու բատկեր գա քրագանության մեջ Տաշնացան քրագանության մեջ անկաչ հովիվն է Ոչ տաշնացան քրագանության մեջ շատ բարի ազնիվ անձնավորություն մնե, բայց որ ճունի այդ գշիրը հեղինակությունը տաշնակցության սահման տնելու, որ ասկե ամտին ես չեմ ենթարկվիր։ Հիմա երկրորդ մասը մարդիկ հիշեցնեն, որ նախ իրենք փայասլյանները, այս հալեվի մեջ ասած է, ամբողջ սերունդ տաշնակցական են։ Սպասել որ եթե մեկը այդ ընտանիքեն երթա Անտիլիասի հոգևորական դառնա դուրս գայ քաղաքական հավոզումներն ասկա հալեվի մեջ շատ լսած ուրեմն այդ երևույթը հագարակ որ բարեգործականի տրամով ինքը Բրյուսել կացած էր ուսանելու եւ բայց բարեգործակար հիմնական ֆինանսավորներ Գիլիգո Գաթողիկոսյան մինչեւ 1956 թվական ադիգա ուրիշ հարց երկրորդը իհարկե ընդրվելով ինքը ստիպվեցավ ընդունել այն գանոնացությունը Գիլիգո Գաթողիկոսյան որ մշակված էր որ Գաթողիկոս չի գար 1941 թվականին որ բաժանված էր Բոլսո Պատրիարքության 1863 թվականի սահմանադրության հիման վրա, որ շատ կսահմանափակեր Գաթողիկոսի թերը, եւ զայն ինչով ենթակա դարձել աշխարհիկ իշխանության։ Քարեկին Գաթողիկոսը երբ որ ընդրվեցավ Հովսեփյանցը, մերժեց վավերացնել եւ երբեք կարեւորության չարավ այդ։ Անկամը որ վախճանեցավ տաշնակցության բանջը այն էր, որ այդ գանոնացությունը վավերացվի։ Եվ տաշնակցության քվեներով ընդրված Գաթողիկոսը բնականաբար վավերացուց Եվ անգե իվեր այդ գանոնացությունը այնտեղ է եւ առնվազն խորեն Գաթողիկոսի ժամանակ բացահայտ եղավ այդ խնդիրները, այդ մասին քրված է նույնիսկ, որ երբ որ գսեր որ զիս Գաթողիկոս ընդրացեք, բայց հետս կվերապերվի պատրիարքի մբես։ Այդ զորավոր աշխարհիկ դարը, որ տաշնակցությունը ունենալով քվեներու մեծամասնությունը, ծևով շատ մեծ աստեցություն ուտա գուսակցության մասամ սահմաններ տնելու այն ինչին որ Գիլիգո Գաթողիկոսը գրնա ընել այդ իմաստով պիտի բան հիմա Զարե Գաթողիկոսի այդ խնդիրը գա որ յանքի վերջավորության գուզեր առանցին քիչ բանալ Վասկեն Գաթողիկոսի հետ եւ այդ նշանավոր պատմությունը թե Մովսես Տեր-Քալուստյանը երբ որ իմացած է զինք ապտագած է աս երևույթն ալիմա սրահի մեջ քանի օքի գար չենք գիտեր բայց որ եթե եղած պետք է լա ստեպը պետք է եղած լա 62 թվականի որ 63-ին է որ վախճանեցավ սրդի սուր դակնաբե եւ շատ երդասարդ տարիքին Զարե Գաթողիկոսը գրնալով որոշակի հիմք կա այդ խնդրին մեջ որ Զարե Գաթողիկոսը եւ Վասկեն Գաթողիկոսը անձնական փորձ կատարած են գտնելու միջին եզրը եւ քաղաքացիական դարեր ես չեմ գիտեր Երևանի մեջ ինչպես էր խնդիրը բայց թեմ եղած են ես մեկ բան գիտեմ վերջ անցավատեպիոնալ քրեցի որ անգամ որ հոգեվորականները արդոնեն քաղաքական գուսակցություններում մտնել են բայկարներում մեջ վերջավորության գզղճան որովհետև քաղաքացի մեր բացությունը ցույց կտա որ քաղաքացիական ուժերը ավելի ծայրահեղ են
քան հոգևորականները եւ իրենց համագիր համարվող հոգևորականներուն գմղեն ավելի ու ավելի արմատական թիրք բռնելու համար եւ անցյալ դարի ալիսա դպավորտյունը դերեկ ունենալ գոր Դարքալույց զրեք, սարեք, նարեք այդ ամբողջ խնդիրները այս նոթովալ գավարդենք եւ հույս ունենանք որ մեր եկեղեցականները ինչքան հնարավոր է հերու մնան քաղաքական բայկարներն եւ բարձր բայեն մեր եկեղեցին մեր ագընտիրներուն հիշեցնեմ որ հյուրս դոկտոր Արասանջյանն էր թեգուզև գրնայինք շատ ավելի ծավալուն այլ թեմաներու մասին նաեւ խոսիլ բայց այսօրվա համար այսքանը խոսեցանք մեր եկեղեցու մոդիկ անցյալի կարևոր իրադարձություններու մասին նաև քաղաքական կյանք հայ եկեղեցի հարաբերություններուն ու նաև ցավոք սրտի բայկարներուն մասին ցեզ հետ Սակո Արյանն էր նաև օրտորս ցեզի հետևեցեք մեր թողարկումներուն լայք մսեղմեցեք մեկնաբանեցեք այսպիսով խթանած գլակ հարկելի ագընտիրներ անգախ մամուլի մեր արակելությունը բարին ընցես